Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն, ես ուզում եմ իրական Հայաստանի գաղափարախոսությունից անցնենք իրական Հայաստանի պրակտիկ հարցերին եւ կառավարության ծրագրում ներկայացված որոշ թվերի ու դրա շուրջ մի փոքր երկխոսություն ունենք, պարոն վարչապետ, խոսքը ժողովրդագրության մասին է, որտեղ իրական Հայաստանը կամ պետությունը առանց մարդկանց ոչինչ է, պետությունը գիտենք, տարածքն է եւ մարդիկ հիմնականում։ Հիմա մենք դժբախտաբար ժողովրդագրության մասով լավ իրավիճակ չունենք, թեև ունենք թեթև լավ տենդենսներ։ Ես ուզում եմ մի երկու թիվ ասել եւ հարց ուղղել ու նաեւ կոչ անել կառավարությանը։ Փաստորեն մենք 2024 թվականին ծնված երեխաների թվով ունենք 33648 ծնված երեխա, ինչը նվազ է 2942-ով կամ շուրջ 8%-ով 2023 թվականի համեմատ, ինչը իհարկե շատ անհանգստացնող ցուցանիշ է եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ փոխենք իրավիճակը, որ գոնե ունենանք աճող թվեր ծնելիության։ Լավ է, որ պտղաբերության ցուցանիշը, որը ցույց է տալիս, թե մեկ վերարտադրողական տարիքի կինը քանի երեխա է ունենում այդ կյանքի ընթացքում 18-ից 49 տարեկաններում աճել է, այսինքն մենք ունենք 1.9 ցուցանիշ եւ իդեալականը այն է, որ մենք ունենանք 2 եւ 2.1 ցուցանիշ։ Ես գիտեմ, որ մենք ընդունել ենք կառավարությունը ընդունել է ժողովրդագրության մասին ռազմավարությունը, որտեղ բազմաթիվ միջոցառումներ կան։ Ես ուզում եմ հարցնել, մենք կարող ենք ավելի համարձակ գտնվել այս հարցում, որտեվ ես մասնակցել եմ նաև ժողովրդագրության ռազմավարության քննարկումներին, իմ կարծիքով մենք այնտեղ մի քիչ ավելի վախենալով ենք այդ ծրագրերը գրել, որտեվ կան երկրներ եւ մեր նման երկրներ, հետսովետական երկրներ, որոնք կարողացել են օրինակ 10 տարվա մեջ 2.1-ը դարձնել 3.3 եւ աճող բնակչություն ունենք, օրինակ Ուզբեկստանը։ Հա, պարոն վարչապետ, Ուզբեկստանը 2.1 կա եղել, իրանք եղել են դառնալու մեր պես երկիր, բայց կարողացել են փոխել այդ տենդենսը։ Հիմա իրանք 900,000 ծնունդ ունեն տարեկան եւ 150,000 մահ, այսինքն տարեկան 700,000-ով աճում են։ Պարզ է, իրանք 37 միլիոն են, մենք 3 միլիոն ենք, բայց մենք պետքա մեր մեջ այդ մտածելակերպը փոխենք։ Իհարկե որակին էլ ուշադրություն դարձնելով մարդկային կապիտալ եւ ոչ թե պարզապես թվերին, բայց եթե մենք սա չանենք, մենք երկարատև հորիզոնում շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու։ Համաձայն եմ։ Եվ իհարկե Ուզբեկստանի օրինակը իրոք նախանձելի օրինակ է, բայց նաև մյուս կողմից մենք պետք է հասկանանք, թե մոդելները ինչքանով են մի երկրի մոդելը մյուս երկրում ինչքանով է կիրառելի։ Որտեւ իրականում տեսեք, այդ հարցի հետ կապված ես նախ համաձայն եմ, որ մենք համարձակ չենք, որովհետեւ դե բազմաթիվ նյուանսներ կան։ Այդտեղ նյուանսները ինչպիսին են, այդտեղ կա կանանց տնտեսական եւ հանրային ակտիվացման հետ կապված մեր քաղաքականությունները, որովհետեւ կանայք մեր բնակչության մեծ մասն են եւ այդ խնդիրը կա, որ այդ ռեսուրսը ներուժը մաքսիմալ օգտագործվի։ Մյուս կողմից նաեւ պետքա ռեգիոնալ միջավայրն էլ որոշակի ազդեցություն ունի։ Մյուս կողմից մենթալիտետն էլ ազդեցություն ունի եւ փոփոխվող մենթալիտետը նույնպես ազդեցություն ունի եւ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ նաեւ շատ ժողովրդավարական եւ քրիստոնյա երկրներ կան եւ նույնիսկ ոչ քրիստոնյա երկրներ, որոնք այս խնդրեմը ունեն եւ պետք է խոստովանել, որ այստեղ մեզ պետք են իրոք համարձակ քայլեր եւ այդ համարձակ քայլերի մի մասը արված է նույնիսկ, բայց մենք համարձակություններս չի երիկում, որ այդ քայլերի մասին շատ բարձրաձայն, ոչ թե բարձրաձայն, այլ լիաթոք ասենք, որ նաեւ sense հնարավորություններ կան, որովհետեւ տարբեր նրբություններ կան եւ մտավախություններ կան, այդ թվում ես համաձայն եմ, որ մենք այդտեղ հստակ պատկերացում, թե ինչ անել չունենք, որտեվ կարող էի ասել, եկեք գնանք տեսնենք Ուզբեկստանում ինչ են արել, մենք էլ այդ նույնը անենք, բայց ես վստահ չեմ, որ Ուզբեկստանում կիրառված բանաձևերը կիրառելի են մեր մոտ։ Այս ամբողջ, չնայած չեմ էլ բացառում, որ ինչ որ բանաձևեր կարող են լինել եւ որոնք կիրառելի կլինեն նաեւ մեզ մոտ։ Արձագանք
Համաձայն եմ, պարոն վարչապետ, իհարկե չի կարելի պարզապես պատճենել ամեն ինչ եւ պետքա իրավիճակին հարմարացնել, բայց այդ համարձակության պահը, որ ասում եմ, ինձ թվում է մենք լավ չենք ամբողջ բոլորս միասին ազգովի կամ չգիտեմ ազգային ժողովում, կառավարությունում, որ սրանից ավելի կարևոր բան չկա պարզապես, այսինքն սա ամենակարևոր բանն է։ Եվ եթե օրինակ փող պետքա ծախսենք, այստեղ պետքա շատ փող ծախսենք ու ծախսում ենք։ Ձեր նշած հենց զեկույցի մեջը նշեցիք բնակարանային ապահովման ծրագիրը 50,000-ները եւ դրա պատահական չի, որ 1.9-ն է դարձել, նաեւ դրա շնորհիվ է 1.9-ը դարձել։ Բայց այնուամենայնիվ մենք պետքա ինչ-որ առաջանցիկ տեմպերով գնանք առաջ եւ մի օրինակ էլ բերեմ, այս խնդիրը կա բոլոր երկրների առաջ, Չինաստանից սկսած մինչև մեր հարևան Թուրքիա, որը թվում էր թե հեսա դառնալու 100 միլիոն, բայց նույնիսկ Եվրոպայում երկրներ կան, օրինակ Հունգարիան, մի քանի պարզ բան արե, երկուսը ասեմ, էլի, մինչև 30 տարեկան կանանց ազատել է եկամտային հարկից ընդհանրապես, որոնք գոնե մեկ երեխա կունենան։ 2 երեխա ունեցող կանանց ՑՄԱ ազատել է եկամտային հարկից։ Միջոցառումներ կան, որ անում են երկրներ, որտեղ համարում են, որ դրանց ավելի կարևոր բան չկա։ Ես հիմա չեմ ասում, որ մենք սա պետք է անենք, բայց ես առաջարկում եմ չսահմանափակվել ռազմավարությամբ, որը արդեն ընդունել ենք եւ նոր բաներ մտածենք հարցը ուղղելու։ Մի բան ակնհայտ է, որ քանի դեռ մեր ուզած խնդրի լուծմանը չենք հասել, պետք է նոր բաներ մտածենք, որովհետեւ հակառակ դեպքում, այսինքն այո, համաձայն եմ, որ դա ամենակարևոր բանն է կամ ամենակարևոր ցուցանիշներից մեկը, որի վրա մենք պետք է կենտրոնանանք եւ համաձայն եմ, քանի մեր ցուցանիշները մենք չենք արձանագրում, որ գոհացուցիչ ենք, մենք պետք է նոր բաներ մտածենք եւ նոր միջոցներ ձեռնարկենք, որոնք այդ է խնդիրը, թե որոնք են, որ մեր դեպքում կտան կոնկրետ արդյունքներ եւ այո, համաձայն եմ, որ աշխարհում կան բազմաթիվ որոշումներ, միգուցե պետք է գույքագրել, տեսնել ով ինչ է արել եւ որն է արդյունավետ դուրս եկել որ պայմաններում եւ որն է, որ մեր դեպքում նույնպես իր արդյունավետությունը ապացուցելու շանսերը ավելի մեծ են։